Եկեղեցու առաքելական հիմքի մասին խոսելով Պողոս առաքյալն ասում է, որ նրա վրա ներդաշնակությամբ հաստատված ամբողջ կառույցը Տիրոջով վերածում է մի սուրբ տաճարի, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք որպես բնակարան Աստուծո Սուրբ Հոգու միջոցով։ Առաքելական այս խոսքն ունի շատ կարևոր աստվածաբանական իմաստ։ Եկեղեցու հիմքը դրված է մեկ անգամ եւ մեկ ընդմիշտ։ Այդ հիմքի վրա շարունակվում է կառուցվել Քրիստոսի եկեղեցին մինչև իր լրումը։ Ուրեմն հնարավոր չէ նոր հիմքեր կամ այսպես կոչված նոր առաքյալներ, ինչպես պնդում են մի շարք մարդահնար աղանդավորական ուսմունքներ, առաքյալներ համարելով իրենց առաջնորդներին։ Առաքյալները ձեռնադրությամբ հաստատեցին եպիսկոպոսական հաջորդականությունը եւ դրանով էլ եկեղեցու նվիրապետության ամբողջ սպասավորության հաջորդականությունը, լինելու սպասավորներ Քրիստոսի եւ տնտեսներ Աստուծո խորհուրդների։ Ձեռնադրությունը ոչ միայն աստվածային շնորհների փոխանցման ակտ է, այլ դրանով յուրաքանչյուր ձեռնադրյալ հոգեվորական ունի անտեսանելի խորհրդական կապ իր գլխի Հիսուս Քրիստոսի հետ, որը նա ստացել է ձեռնադրությամբ։ Որևէ մեկը, որը չունի առաքելական ձեռնադրություն, չի կարող լինել եկեղեցու խորհուրդների սպասավոր։ Հետևաբար այն խմբերը կամ համայնքները, որոնք չունեն առաքելական ձեռնադրություն, նրանք դուրս են եկեղեցուց, որքան էլ փորձեն իրենց եկեղեցի հորջորջել։ Այսպիսով առաքելականությունը եկեղեցու խորհրդական շնորհական շարունակականության եւ արտաքին աշխարհի հետ անհամընկնելիության հիմնական հատկանիշն է։